Բարև սիրելիներս, այսօր կգործենք այս պայուսակի տակացուն, սկզբում կգործենք տակացուն, հետո արդեն կշարունակենք, որ ամեն յուրաքանչյուր պայուսակի հետ մեկտեղ ես ամեն անգամ չգործեմ սա կպահպանենք և հետո դուք կարող եք նայել, բավականին հեշտ է, ընդամենը ոչ թելով սյուներ են և արդեն ես նշեցի, որ ես գործելու եմ մեկ այլ թելերով, բայց դուք կգործեք, ես տեղ վերևում կտեսնեք թելը, թե ինչ թելով կարող եք գործել սա և գործել եմ 2.5 համարի հելունով։ Բնականաբար ինքը արդեն պարանի թելերն են և բարակ են, այս չափս են իրենք և կկարողանաք գործել 2.5 համարի հելունով։ Դուք եթե ցանկանում եք կարող եք մեծ գործել, լայն գործել, երկար, ինչպես որ դուք եք ցանկանում։ Պարզապես այն պայուսակը, որ ես եմ ուզում ձեզ ցույց տալ, այս չափսն է լինում։ Չափսերը լինում են 22 և 7 սանտիմետր, 22 և 7։ Պարզապես ես որ գործել եմ այս մյուս թելով, իրենք հնարավոր է նաև մի փոքր այս ու այն կողմ լինեն, բնականաբար նույն թելը չէ, բայց չափսը ինքը դա է և պետք է բաժանվի անպայման 4 թվի։ Ինքը պետք է նախշի համար հետագայում այս մոդելը պետք է լինի 4 թիվ։ Շատ հեշտ է, յուրաքանչյուր մարդ կարող է այն գործել այս պահի դրությամբ, այս ուղիղը, որովհետև ընդամենը ոչ թելով սյուներ ենք գործում։ 12 շարք, ուրիշ ոչինչ։ Եվ հետո արդեն պտտեցնում ենք ամբողջ անկյուններով և վերջ։ Եվ արդեն անցնենք գործելուն։ Գործում ենք 2.5 համարի հելունով, հավաքում ենք 45 օղակ։ Եվ 45։ Ես ստացա այսպիսի չափս, դուք միգուցե ստանում եք ավելի մեծ, վերջում ես ձեզ չափսերը կասեմ։ Եվս մեկ օղակ ենք ավելացնում և առանց թել վերցնելու գործում ենք բոլորը առանց թել սյուներ։ Գործում ենք այսպես մինչև ավարտը։ Գործեցինք այստեղ վերջինը ևս մեկ օղակ պտտեցնում ենք ևս հենց նույն անցքից ևս գործում ենք ոչ թելով սյուն։ Գործում եք մինչև ևս ավարտը։ Ուրեմն գործում ենք ընդհանուր 12 շարք, այս ու այն կողմ, հիմա երկրորդն ենք, դեռևս գործում ենք 12 շարք և վերադառնում։ Եվ այստեղ այս ավարտը, ևս գործում ենք, և կրկին մեկ օղակ բարձրանում, պտտեցնում աշխատանքը
և նույն անցքից կրկին գործում և այսպես 12 շարք գործում ենք և հետո կվերադառնանք։ Ահա գործեցինք 12 շարք, այստեղ ևս 12 շարք, պարզապես թե ես գործել եմ մեկ այլ թելով, դուք որ գործեք պարանի թելով, արդեն ինքը տեսքը ուրիշ ձև կլինի։ Հիմա ինչ ենք անում, մենք պետք է ևս գործենք, պտտեցնենք այսպես ամբողջ անկյուններով և այն պետք է բաժանվի 4-ի։ Կարող եք մինչև գործելը հաշվել, կարող եք գործելու ընթացքում հաշվել, պետք է նա բաժանվի 4-ի։ Այստեղ ևս մեկն էլ ենք գործելու, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 և այդպես պետք է հաշվեք իրեն։ Պետք է ունենանք 4-ի բաժանվող թիվ հետագայում, որպեսզի կարողանաք նախ վրան գործել։ Հիմա մենք այստեղ կամրացնենք մարկեր։ Անկյուններում գործում ենք երկուական, ոչ թելով սյուն։ Հիմա սա արդեն մեկը կա, նույն անցքից ևս գործում ենք մյուսն էլ։ Եվ այսպես շարունակ։ Այստեղ մեկն էլ։ Ամեն մի գիծը, յուրաքանչյուր գիծ դա մեկ ոչ թելով սյուն է, այդպես պետք է գործեք։ Հիմա սա այսրա վրա ենք գործել, այս մյուսը այստեղ։ Եվ այնպես արեք, որ շատ ներքևից չվերցնեք, որ անցք չլինի։ Եթե այստեղից վերցնեք, ինքը արդեն անցք է լինելու։ Այստեղ վերևա մասից։ Նայեք, հիմա այստեղից եմ վերցնում, այս գլխամասից, ուղղակի մեկը վերցրեցի, պետք է երկուսը վերցնել, ներքևներում մի քիչ անհասկանալի է։ Այստեղ արդեն մեկն է, հա, մենք սկսել ենք։ Հիմա այստեղ մենք գործելու ենք մեկ անցքից 2 հատ։ 1 և նույն անցքից ևս 2-ը։ Եվ պտտվում ենք այստեղ։ Եվ արդեն գործում ենք ինչպես որ կա։ Մենք այստեղ երևում են անցքերը։ Աշխատեք շատ թույլ չգործել։ Ահա։ Ես գործեմ, հասնեմ այստեղ, նորից հա կհանդիպենք։ Ամեն անկյուններում 1, 2։ Ահա, հասանք էլի անկյուն։ Դուք կարող եք նախորոք նաև մարկերներ տեղադրել, եթե շփոթվում եք, կարող եք տեղադրել, հետո արդեն նոր սկսել գործել։ Որովհետև երբ որ հասնում եք այստեղ, միգուցե նաև շփոթվեք։ Այստեղ արդեն հեսա, մեկն է մնացել, 1 և նույն անցքից ևս 2-ը։ Եվ կրկին շարունակում ենք, այստեղ ամբողջ այսպես գծիկներով ամեն յուրաքանչյուր գիծը ունի իր մեկ ոչ թելով սյուն է, այդպես կարելի ասել։
մի քիչ դժվար է, որովհետև անկյուններինն է։ Այստեղ որովհետև մեկ օղակ եք վերցրել։ Եվ այսպես շարունակում եք գործել։ Այստեղ երևի մեկը պետք է չանեի։ Դուք ինձ նման, հա, այսպես գործեք, տեսեք։ Հաջորդը արդեն պետքա լինի այստեղ, որ հանկարծ այս եզրերը այսպես չտնկվեն, հա, որ արդեն ինքը ուղիղ չի լինում։ Հիմա ես այստեղ պետք է սա չանեի անմիջապես։ Ահա։ Համար ինքը ավելի մեծացավ, հա, ահա, իսկ հիմա արդեն ինքը նորմալ է։ Գործում եք այդպես անկյուններում 1 2 1 2 1 2 այդպես մինչև հասնում եք արդեն այստեղ ավարտը։ Արդեն այս մյուս տեղում բավականին հեշտ է, որովհետև մենք արդեն գործել ենք եւ այստեղ ավելի հեշտ կարող եք տեսնել, թե ինչպես պետք է շարունակեք գործել։ Սովորական այսպես մեր սյուների վրայով սկսում ենք գործել։ Եվ անպայման հետ ենք գալիս, նայում ենք, տեսնենք անկյունները գեղեցիկ եղան, մեկ հատ ավել հոչ ենք արել, կամ մեկ հատ պակաս, որ ինքը այսպես թեքվի, անպայման պետք է ուսումնասիրել նոր հետո։ Պետք է հասկանանք, որ իմ թելը ուղղակի ուրիշ է, ձերը ուրիշ է լինելու, ավելի սարդ է լինելու, չնայած որ սա եւս ավելի սարդ է։ Ահա, շարունակեմ եւ չափսերը արդեն ձեզ ասեմ։ Մեկ բան էլ նշեմ, եթե չի բաժանվում ձեզ մոտ 4 թվի, դուք պետք է անպայման միտեղ ավելացնեք, հա, գտեք որևիցե միտեղ ավելացնելու համար, այստեղ, որտեղ որ կցանկանաք, բայց պետք է ավելացնեք, որովհետև նախշը արդեն գեղեցիկ չի լինի։ Վրան կախված է դե նախշից, նախշեր կան, որ կարող է ոնց որ ուտի, հա, այդ մեկ օղակ այդքան չերևա, բայց նախշեր կան, որ պարտադիր են պետք է։ Ահա, մենք արդեն հասել ենք վերջը։ Եվս մեկը։ Եվ հանում ենք մարկերը։ Եվ այսպես ամրացնում ենք։ Դե շարունակությունը արդեն կլինի, երբ որ հաջորդ դասին, շատ ուշ չի լինի, 1-2 օրից կտեսնեք առաջին պայուսակը այս սխեմայով։ Ընդհանրապես գոյություն ունեն կլորաձև, այսպես ամբողջությամբ կլոր, մենք այդ ամբողջը միասին կգործենք, որի վրա էլ նաև կարող եք գործել պայուսակներ ուղղակի, այս մոդելն եմ ես ուզում ցույց տալ, մի քանի մոդել այս տակացույով, չգիտեմ էլ անուն ինչ է, որ կկարողանանք հետո միասին գործել մի քանի տեսակ։ Եվ հիմա չափսերը պետք է լինի 22, հիմա այստեղ կարող է իմ թելով մի փոքր այսօայն կողմ լինի, պետք է լինի 22 և 7։ Իմ թելով մի փոքր այսօայն կողմ է, դա պետք է հասկանաք, որ ինքը ուղղակի Այսքանը սիրելիներս այս դասի համար, հաջորդը արդեն կբարձրանանք պայուսակը բնականաբար, եթե ուզում եք ավելի մեծ, ապա ավելի մեծ, երկար գործեք, բայց էլի պետք է հասկանանք, որ պետք է բաժանվի 4-ի, միայն դա, ուզում եք այսքան, ուզում եք այսքան, ուզում եք այս հատվածը լայն, թեկուզ այսպես լայն կարող եք գործել, արդեն դա ձեզ եմ թողնում, կարող եք այսպես գործել և այսպես լայն, միայն ևս պետք է բաժանվի 4-ի, այդպես 1, 2, 3, 4, հաշվեք 1, 2, 3, 4, այդպես, որպեսզի ճիշտ լինի նախշը հետո վրան։
Այսքանը սիրելիներս, գործեք սիրով, կրեք սիրով, հիմա շատ նորաձև է գործված պայուսակները, գործեք, վաճառեք, գումար աշխատեք, այսքանը, լավ եղեք։